Անձամբ ու ծաղիկներով Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոին դիմավորում է այնպես, ինչպես խոստացել էր։ Պաշտոնական այցի օրակարգը հագեցած է։ Սա Մատվիենկոյի երկրորդ այցն է Երևան որպես Դաշնության խորհրդի նախագահ։ Ռուս բարձրաստիճան պաշտոնյան նախ այցելում է հաղթանակի զբոսայգի։ Այնուհետև այց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու ծաղիկներ անմար կրակի մոտ։ Խորհրդարանում առավոտից եռուզեռ է հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 39-րդ նիստի բացումից առաջ Սիմոնյանի ու Մատվիենկոյի առանձնազրույցն է։ Օրակարգում երկկողմ ու տարածաշրջանային հարցեր են։ Հայաստանը պատրաստ է ակտիվ գործակցության Ռուսաստանի հետ հիմնված կառուցողական երկխոսության, վստահության եւ գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացման ձգտման վրա։ Մենք նպատակաուղղված ենք երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Մատվիենկոն ընդգծել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է։ Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների անհետ կորածների խնդրին։ Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ձևաչափը Վալենտինա Մատվիենկոն պահանջված է համարում։ Ալեն Սիմոնյանի խոսքով այս նիստը եւս մեկ կարևոր քայլ է երկրների օրենսդիր մարմինների երկխոսության ամրապնդման ուղղությամբ։ Մատվիենկոյի խոսքով Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմանի գործակցության ընդլայնմամբ։ Ռուսաստանը շատ մեծ նշանակություն է տալիս միջխորհրդարանական գործակցությանը եղբայրական Հայաստանի հետ։ Այսօր մենք բնական դաշնակիցներ եւ ռազմավարական գործընկերներ ենք։ Մեր այս հանդիպումն առանձնահատուկ է, նշում ենք հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը։ Սա մեր միասնական հաղթանակն է։ Գնահատելի է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը հաղթանակի շքերթին։ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիները մեծ սիրով են հաստատում գործարար, մշակութային, պարզապես մարդկային կապեր։ Վալենտինա Մատվիենկոն առանձնակի ոգևորությամբ է խոսել հայրենականում հայերի մասնակցության մասին։ Նիստին նաև վետերան Ռոզալիա Աբգարյանն է մասնակցում։ Ռազմաճակատ 600,000 հայ է մեկնել, 100-ից ավելին հերոսի կոչում է ստացել։ Հայ ժողովուրդը 5 մարշալ է տվել։ Հոբելյանական տարում կարևոր իրադարձություն էր Երևանում Հովհաննես Բաղրամյանի թանգարանի բացումը։ Անհրաժեշտ է ամեն կերպ դիմակայել մեծ հաղթանակի պատմությունը խեղաթյուրելու եւ կեղծելու փորձերին։ Պատերազմում հաղթանակը մեր հարաբերություններում միավորող կարևոր արժեքներից մեկն է։ Սա ընդհանուր պատմության փառահեղ էջերից է, որտեղ դրսևորվել են ԽՍՀՄ ժողովուրդների լավագույն որակները։ Այնուհետև հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի ու Դաշնության խորհրդի նախագահի բանակցությունը նախատեսվածից երկար է տևել։ Սկզբում զրուցել են տետ-ա-տետ, այնուհետև ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո Մատվիենկոն ասում է, կան տարածված խոսակցություններ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև վստահության ճգնաժամ կա։ Ինքը նման զգացողություն չունի։ Նիկոլ Փաշինյանին եմ փոխանցել Ռուսաստանի նախագահի ողջույնը։ Հայաստանի վարչապետը հատուկ ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները միշտ եղել եւ մնում են կառուցողական եւ որևէ խնդիր չկա։ Ամենաբարդ իրավիճակներում փոխհամաձայնության են հասել ու անհրաժեշտ լուծում գտել։ Ավելի ուշ Սիմոնյանն ու Մատվիենկոն միանում են հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին, որը միավորել է պետական մարմինների գործարար եւ փորձագիտական շրջանակներին։ Տարբեր ոլորտներում գործակցության 21 համաձայնագիր կա եւ այդ հիմքը պետք է ընդլայնվի, ասում են ռուս պաշտոնյաները։ Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Հենց այստեղ այս համաժողովում նոր նախագծեր են ծնվում, ամրապնդվում են գործարար կապերը, հնարավորություն է ստեղծվում ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Անձնական կապերը շատ կարևոր են։ Մենք բարեկամություն չենք անում որևէ մեկի դեմ, որևէ բան չենք պարտադրում այլ գործընկերների, որոնք ասում են մեզ հետ կամ ոչ ոքի։ Հայաստանը սուվերեն, ինքնուրույն պետություն է։ Եվ Հայաստանը եւ Ռուսաստանը շահագրգռված են միջտարածաշրջանային գործակցության զարգացմամբ եւ ընդլայնմամբ, վստահ է ռուս պաշտոնյան։ Համաժողովի ավարտին ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Իզաբելլա Հովհաննիսյան, Էպիկենտրոն։